Սահմանադրության հետ կապված, որ եթե սահմանադրությունը փոխվի, ապա Ադրբեջանը եւս պետք է իր սահմանադրությունը փոխի։ Հիմա շարունակում ենք դուք եք այդ մասին խոսել, որ եթե սահմանադրության պահանջ է ներկայացում, Ադրբեջանը պետք է փոփոխի։ Նույն տրամաբանության մեջ իրենք նույն խնդիր ունեն։ Եթե իրենք հնչեցնում են նմանատիպ բան, հա, դրա ավելի վատ տարբերակը, որտեղ նաև Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի տարածքը ենթադրվում է, եթե հիմա խոսում ենք ենթադրությունների մասին, այդ նույն բանը կա իրանց սահմանադրության մեջ։ Ես կարծում եմ խնդիր ուրիշ բանի մեջ է։ Ես վստահ եմ, որ խնդիրը կայանում է նրա մեջ, որ տարիներ, տասնամյակներ շարունակ պետությունները, թե մեր պետությունը եւ թե Ադրբեջանի պետությունը իր այդպես քաղաքական համակարգի ամբողջ կառուցվածքը հիմնված է եղել մեկը մյուսի վրա մյուսին ատելու եւ մեկը մյուսի վրա հարձակվելու կամ մեկը մյուսի արված իշխանություն ունենալով հանդերձ այդ բարդույթները, հա, այդ Սերժ Սարգսյանների մնացածի այդ հայտարարությունների այդ ես իրանց անվանում եմ հոմոսովետիկուս, հա, այդ սովետական այդ նոմենկլատուրայից եկած մարդկանցով եւ այլ, այնուամենայնիվ կարողանում է մեր ժողովրդի գիտակցության հանդերձ նաև կարողանում ենք մենք այդ բանը փոխել, կոտրել, որ ժողովուրդ պետք է ապրենք մեր տարածաշրջանում, պետք է ապրենք մեր հարևանների հետ եւ այլընտրանք չկա։ Ադրբեջանում կարծում եմ հələ այդ քաղաքական կամքը կամ այդ գիտակցումը, այդ տրամաբանությունը չկա, որ պետք է, այո, հնարավոր է ապրել մի երկրում, որը ունի այն կարգը, որը որ ունի հիմա Ադրբեջանը, առանց արտաքին թշնամի ձևավորելու։ Իրանց համար իմ ընկալմամբ դա դժվարությունը։ Ոնց ապրել, ոնց պահել այդ իշխանությունը եւ չունենալ արտաքին թշնամի, որի վրա միշտ կարելի է բոլոր խնդիրների հետ կապված հղում կատարել կամ որով միշտ կարելի է սպառնալ։ Հիմա դուք մեզ բոլորով մեղադրում եք Հայաստանի, չգիտեմ, թուլացման, պարտության եւ այլի մեջ, միևնույն ժամանակ Ադրբեջանը իր ներքին շուկայի համար նաև արտաքին շուկայի համար ձևավորում է, փորձում է, բարձրավոր արդեն չի ստացվի, ձևավորել մի Հայաստան, որը պատրաստվում է նորից հարձակվել իրանց վրա։ Այդ հայտարարությունները հիշում եք, հա, իրանց բանի հետ կապված, որ իբր հայկական կողմը կրակել է եւ այլ եւ այլ։ Բայց մենք պետքա բոլորով, ես ձեր հետ խոսում եմ որպես նաև թիմակից, հա, որպես հայերով հավաքվել ենք, հարց ենք լուծում մեր երկրի համար, բոլորիս համար։ Մենք պետքա հասկանանք, որ այդ խնդիրը ինքը եթե ուզենա իր կամքը լինի, կարելի է խաղաղության պայմանագիր, ասում եմ, մի տարի առաջ կարելի էր այդ խաղաղության պայմանագիր, երբ որ 15 կետ էր համաձայնեցված, երբ որ 10 կետ էր համաձայնեցված,